բերքի չորացում ենք ունեցել 21-22 թվականներին 23 թվականին պոմպերը նվիրաբերել են, տեղադրել ենք Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում ենք, սահմանամերձ այս բնակավայրը համայնքում միակը չէ, որ խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունի։ Մի շարք գյուղերում տասնամյակներ շարունակ նույն խնդրանքներն ու պահանջներն են։ Նոր պոմպեր, խողովակներ եւ քյարիզների վերանորոգում, բայց ժամանակ առ ժամանակ այդ խնդրանքներն ու պահանջները միայն մասնակի են բավարարվել։ Հիմնական այս մարդկանց ստեղ կապող խնդիրը հողն է, այդ ջունը։ Եթե ջրի հարցը չեղավ, լրիվ գյուղը կդատարկվի։ Շատ լավ կազմակերպչական աշխատանքներ են տանում մեր ներքին աշխատողները այստեղ Շուվանիձորի, ինչի շնորհիվ նորմալացել է ոռոգման ջրի կարգավիճակը, բայց պոմպերի վերանորոգման կամ նորացման հետ կապված խնդիրները մնում են բաց։ Իրար հաջորդող 3 գյուղերի բնակիչների համար համայնքի ղեկավարը լավ նորություն ունի, ինչպես վստահեցրեց Խաչատուր Անդրեասյանը, նոր ծրագիր է իրականացվում, որից բաժին կհասնի նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերին։ Բոլոր տեղերը մեր կան խոցելի տեղերը ու հիմնական մեր մոտ ոռոգման եւ խմելու ջրի խնդիրներ է, այստենց կասեի, բայց Փառք Աստծո մեծ ծրագիր ունենք, 14 կիլոմետր խողովակ ունենք, բաժանվել է Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Լեվազ, Վարավար, Ալվանք, Շվանիձոր եւ Նռնաձոր գյուղերի համար ոռոգման ջրերի համար է բաժանված, արդեն որոշ տեղերում աշխատանքները կատարվում են։ Աշխատանքների մի մասը կավարտվեն մինչև տարեվերջ, մյուսը 2026 թվականի գարնանը։ Բացի այդ, ըստ Մեղրի համայնքի ղեկավարի, սուբվենցիոն ծրագրերով եւ ռոյալթի գումարներով տարբեր այլ շինաշխատանքներ են տարվել եւ կտարվեն Շվանիձորում, Ագարակ եւ Մեղրի քաղաքներում։ Համեմատած մնացած շրջանների ես կասեի, որ այստեղ աշխատատեղերը բավականին շատ են։ Քաղաքի մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հիմնականում թզի, կարալյոկի եւ նռան գյուղատնտեսական աշխատանքներով։ Մեղրիում պահածոների գործարան էլ կա, որը սակայն արտադրական փոքր ծավալներ ունի։ Ամեն դեպքում մեղրեցի այգեգործները եւ աշխատելու եւ մրգերն իրացնելու խնդիր չունեն։ Այգեգործությանը զուգահեռ շատերն այլ աշխատանքով են զբաղվում։ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարություն իրականացնող կազմակերպություններում, նոր կառուցվող մաքսատանը, հանքերում մեծ թիվ են կազմում նաեւ պայմանագրային զինծառայողները։ Կոմբինատ կա Ագարակի, այնտեղ են աշխատում, ճամբարում են աշխատում, այդ պայմանագրային զինծառայողներ են աշխատում։ Կան, բարապ չեն մնում։ Կան տարբեր ազգի մարդիկ, որ այնտեղ աշխատում են, եւ մեր հայերիսեն է շատ աշխատում։ Հենց հիմա հայ վարորդներ շատ ունենք։ Էքսկավատոր շիկել ունենք, հայ նայել ունենք, վերջ այդ մարդիկ իրանց հետաքրում է, որ արագ կատարեն, չձգեն, ասենք ոնց որ Երևան արտաշատը միջև սարքեցին, ես իմ քանի տարի տևեց։ Այստեղ մեծ հույսեր են կապում հյուսիս-հարավի Քաջարան-Մեղրի հատվածի շինարարության հետ, անհամբերությամբ սպասում են ավարտին։ Նոր ճանապարհը սոցիալ-տնտեսական եւ ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Կվերանա նաեւ ցմռան ամիսներին բարձրադիր հատվածների անանցանելիության կամ դժվար անցանելիության հարցը։ 2535 մետր բարձրության վրա է գտնվում, գիտեք, մեր Քաջարան-Մեղրի հատվածը եւ ձմեռը մեծ խոչընդոտներ էր առաջանում, իսկ նոր ճանապարհը արդեն մինչև 1000 քանի մետր է ծովի մակերևույթից, հա, եւ այդպես խնդիրներ ձմեռային մենք այլևս չենք ունենա։ Այս տարածաշրջանում արևն իրեն չի խնայում, ջերմացնում է ինչպես հարկն է, նույնը կարելի է ասել բարեբեր հողի մասին, մնում է ջուրը հասցնել հողին ու ծառին, եւ դա բավարար կլինի իրենց պահանջներում համեստ աշխատասեր այս մարդկանց համար։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Սյունիքի մարզ, Մեղրի համայնք։